Ամիսներ շարունակ հակառակորդի կրակոցների տակ ապրած Խնածախն այսօր լսում է միայն տոնական երաժշտության հնչյուններ։ Լարվածության ու ծանր օրերը գյուղը թողնելու ամենօրյա պայքարը կարծես հետ են մնացել։ Այսօր Խնածախը ներկայացել է բոլորովին այլ գույներով։ Կուզենք միշտ էլ այսպիսի միջոցառումները շարունակական լինի եւ մեզ համար շատ հաճելի է, որովհետեւ 22 թվականից մինչև այսօր մենք չենք ապրել, ուղղակի գոյատևել ենք։ Սահմանամերձ գյուղ ենք եղել։ Հիմա այնքան ուրախ ենք այսօրվա համար, որ չգիտեմ, միջև կյանքս վերջ կուզեմ միշտ էլ ամեն տարի էլ այս գործողությունները կատարեն եւ մեծ սիրով կմասնակցեն։ Իմ հզորտում Տեղ համայնքապետարանի նախաձեռնությամբ գյուղական միջոցառումները շուրջ 40 տարվա դադարից հետո կրկին միավորում են համայնքի բնակիչներին խաղաղ ու ջերմ բացօթյա տոնական միջավայրում։ Այստեղ ամեն ինչ հնչում է աշնանբերք ու բարիքով, գյուղական ուտեստներով եւ ուժեղ համայնքային տրամադրությամբ։ Տպավորությունները զգալի լավն են։ Գուցե կան որոշ թերացումներ, կան որոշ առավելություններ կազմակերպչական հարցերում։ Դե ոչինչ, առաջին անգամ է, որ 7 գյուղերը միմյանց մարտահրավեր են նետում։ Հաջորդին կսպասեք ավելինին, բայց հիացած եմ, ոգևորված եմ։ Ուզում եմ, որ իմ գյուղը տոկուն լինի, աշխույժ լինի։ Հա, շատ լավ էր։ Ուրախ միշտ կուզեմ ստենց բան լինի, երեխաները ուրախ լինեն։ Ամեն դեպքում շատ լավ էր, շատ լավ անցավ։ Ոսկե աշնանտոնը շարունակվեց գյուղի դպրոցականների մասնակցությամբ։ Դպրոցի բակում անցկացված միջոցառումը վերածվեց իրական տոնի, թեժ պայքարով, երգով եւ պարով։ Երեխաները ներկայացրեցին աշնան գույները, գյուղի պատմությունն ու իրենց առօրյան, փոքրիկ ներկայացումներով, խաղերով եւ համայնքի ղեկավար կազմի հետ մրցույթներով։ Խնածախի այս աշունը համայնքի նոր ուժի, վերականգնող կյանքի եւ միասին կանգնելու խորհրդանիշն է։ Գյուղի վարչական ղեկավարը նշում է, որ Խնածախը անցել է ծանր ու ճակատագրական փուլով, սակայն այսօր արդեն փորձում է քայլել դեպի խաղաղ ու կայուն կյանք։ Սեյրան Միրզոյանը շեշտում է նաեւ, որ շուտով կլուծվի գյուղի երկար սպասված ջրի խնդիրը։ 30-40 տարվա մեջ երևի առաջին միջոցառումն է, որը մեր գյուղում արվում է։ Տրամադրվածությունը, եթե նկատելի է, նոր ուզում են ինչ-որ հասկանան իրական կյանքը։ Այս գրակոցները ահագին բան փոխեց մարդկանց մեջ, մարդիկ նախապատրաստում էին, արդեն որոշ մարդիկ գնացել են, որոշն էլ արդեն նախապատրաստում էին։ Հարկ Աստծո այսօր գրակոցների դադարից հետո մարդիկ փորձում են հասկանալ, տեսնել այն ամենը, որը այս պահին արդեն երևում է։ Միջոցառմանը ներկա էր ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանելյանը, ով հատուկ եկել էր միանալու Խնածախի տոնական օրվա ուրախությանը, ոսկե աշնան եւ համայնքի համախմբվածության շնչին։ Համայնքի ղեկավարը, վարչական եւ կրթական ղեկավարները եւս մեկ անգամ շեշտեցին տոնի նշանակությունը, այն համարելով Խնածախի նոր ուժի, վերականգնող կյանքի եւ միասնականության խորհրդանիշ։ Արմինե Սիմոնյան, Լևոն Հակոբյան, Սյունիք Նյուզ։